Հայկական հեռուստաաշխարհում արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի նոր համագործակցությունը։ Նրանց հերթական նախագիծը կրում է «Տաքսիստը» անվանումը և նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Նախագիծը խոստանում է լինել ոչ միայն ռեյթինգային, այլ նաև սոցիալական ասելիքով ու հետաքրքիր կերպարներով հագեցած պատմություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, սերիալում կամ նախագծում նկարահանվելու են Ռոմելա Սարգսյանը, Կարեն Մանթաշյանը, Նարեկ Մկրտչյանը և մի շարք այլ սիրված դերասաններ։ Թե կոնկրետ ինչի մասին է լինելու հեռուստասերիալը, ստեղծագործական թիմը դեռ ամբողջությամբ չի բացահայտում, սակայն արդեն հայտնի է, որ այն լինելու է ժամանակակից մարդկանց կյանքի, հարաբերությունների, դժվարությունների և ճակատագրական հանդիպումների մասին պատմություն։ Տաքսու վարորդի կերպարի միջոցով հավանաբար ներկայացվելու են տարբեր մարդկային ճակատագրեր, ինչպես նաև հասարակական խնդիրներ, որոնք այսօր շատերին են հուզում։ Ելենա Արշակյան, Անահիտ Մխիթարյանը վերջին տարիներին հայկական հեռուստաեթերում ձևավորել են բավական հաջող համագործակցություն։ Նրանց նախագծերը հաճախ աչքի են ընկնում զգացմունքային պատմություններով, ընտանեկան ու սոցիալական թեմաներով, ինչպես նաև լայն լսարան գրավելու ունակությամբ։ Հենց այդ պատճառով էլ հեռուստադիտողները մեծ սպասումով են ընդունում նրանց յուրաքանչյուր աշխատանք։ Նրանց համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Նշենք նաև, որ բացի հեռուստասերիալներից, ստեղծագործական դուետը աշխատել է նաև տարբեր կինոնախագծերի վրա։ Հենց այս համագործակցության առանձնահատկությունն այն է, որ նրանք հաճախ ընտրում են հասարակ մարդկանց պատմություններ, որոնցում յուրաքանչյուր դիտող կարող է իրեն գտնել։ Նրանց աշխատանքներում հիմնականում շեշտադրվում են ընտանիքը, սերը, կորուստը, դավաճանությունը, մարդկային հարաբերությունները և կյանքի դժվար ընտրությունները։ Այդ պատճառով էլ նախագծերը հաճախ մեծ արձագանք են ստանում համացանցում, հատկապես սոցիալական հարթակներում, որտեղ հեռուստադիտողներն ակտիվ քննարկում են սերիալների սյուժեները, կերպարներն ու դերասանական կազմը։ Տաքսիստը նախագծի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է նաև դերասանական կազմի պատճառով։ Կարեն Մանթաշյանն, ով հայտնի է իր ուժեղ և տպավորիչ դերերով, Ռոմելա Սարգսյանն, ով վերջին տարիներին ճանաչում ձեռք բերեց հատկապես հեռուստասերիալներում իր խաղով, և Նարեկ Մկրտչյանի մասնակցությունն էլ խոստանում է նախագծին ավելացնել երիտասարդական էներգիա և նոր հետաքրքիր գծեր։ Համացանցում արդեն ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք «Տաքսիստը» կլինի դրամատիկ սերիալ, քրեական պատմություն, թե սոցիալական դրամա՝ հումորային տարրերով։ Շատերը կարծում են, որ նախագծի անվանումն արդեն իսկ հետաքրքիր խորհրդանիշ է, քանի որ տաքսիստն ամեն օր հանդիպում է տարբեր մարդկանց, լսում նրանց պատմությունները և դառնում մարդկային ճակատագրերի ակամա վկան։ Հեռուստադիտողները սպասում են նաև, թե որ հեռուստաալիքով կցուցադրվի նախագիծը և երբ կլինի պրեմիերան։ Ստեղծագործական թիմը դեռ չի բացահայտում ամբողջական մանրամասները, սակայն խոստանում է, որ առաջիկա օրերին կլինեն նոր անոնսներ, կադրեր նկարահանման հրապարակից և ավելի մանրամասն տեղեկություններ սյուժեի մասին։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Ելենա Արշակյանի և Անահիտ Մխիթարյանի համագործակցությունը շարունակում է մնալ հայկական հեռուստաարտադրության ամենաքննարկվող ու սպասված ստեղծագործական միություններից մեկը։ Վերջին ամիսների ընթացքում մենք պատմել ենք ձեզ Հարսնաձորում ծնված մի պատմություն, որ լի էր արկածներով, դավաճանությամբ, հիասթափություններով, ինչպես որ լինում է կյանքում, բայց միևնույնն է, սերը դարձավ այն լույսը, որ մեր բոլոր հերոսներին օգնեց անցնել անծանոթ լաբիրինթներով ու էլի գտնել իրար։ Հարսնաձորի լեգենդը պատմում են մինչև այսօր ու հավատում, որ սյունած լեռներում սերը չի մեռնում։ Այստեղ հավատում են նաև, որ եթե Հարսնաձորին ես պատմել երազանքներդ, դրանք վիճարկված են իրական դառնալու, Թերթեյմ Լայֆի հետ զրույցում նշել է սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը։ Արմենիա հեռուստաընկերության եթերում ավարտվեց Հարսնաձորի լեգենդը ֆիլմը, որը դարձավ սիրո, հավատարմության և հայրենիքին նվիրվածության պատմություն միահյուսված հայկական լեգենդների ու ժամանակակից կյանքի մասին։ Ֆիլմի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսորը Գոհար Արշակյանը, սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանը։ Դերասանական կազմում ընդգրկված էին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը և այլք։
Թիմը, ինչպես արդեն նշեցինք, աշխատում է նոր նախագծի շուրջ, որի մանրամասներն առաջիկայում կիմանաք, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Նաև չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե սիրված դերասաններից կամ դերասանուհիներից ում կցանկանայիք տեսնել Ելենա Արշակյանի նոր նախագծում։ Ինչպես արդեն նշեցինք, նոր նախագծի անվանումն է «Տաքսիստը», որի նկարահանումներն արդեն սկսվել են։ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալն ավարտվել է և բնական է, որ նրան փոխարինելու է նոր, հետաքրքիր ու ասելիք ունեցող նախագիծ, այնպես որ շատ շուտով սպասեք նոր, ռեյտինգային, դիտարժան ու հետաքրքիր նախագծի։